Ակնհայտ սպառնալիքներ եղել են, սպանության։ Բա ո՞նց եք այսքան ժամանակ ողջ մնացել։ Մեկ խոսքի համար $1000 ամենը։ Այս հանցագործության մասին հաղորդում է։ Ձեզ կոմպետենտ համարում եք որպես ժյուրի անդամ գտնվել երաժշտական նախագծերում։ Ես ունեմ ճաշակ երաժշտական, ես ունեմ խոսալու ունակություն։ Երբևէ եղել է, որ զգաք, որ չափնանցել եք։ Ժյուրի անդամներից ամենաշատում ենք վախեցե, 90%-ը ասում են Եգոր Գլումովից իհարկե։ Ես ձեզ պիտի հիմա պատժեմ։ Վայ! Դուք ուզում եք ես ձեզ գովեմ։ Դուք ճիշտ եք, ես սխալ, որտեվ անիմաստ եք կնոջ հետ վիճելը։ Կինը միշտ ճիշտ է։ Ողջույն, եթե մենք դեռ հեթանոսներ լինեինք, վստահաբար միաձայն նրան ընտրելու էինք որպես քննադատության եւ մի քիչ էլ ծաղրի աստված։ Թիվթվաբանության այսօրվա մեր հյուրը Եգոր Գլումովն է։ Ողջույն։ Ես համոզված եմ, որ հնում այդպիսի աստված կար եւ ձեր նախապապերից է եղել հավանաբար։ Ված չի։ Ինչ կարծիքի եք։ Չէ՞ որ դա առողջ քննադատություն է։ Կքննարկենք այդ մասին դեռ, ինձ թվում է ռոբոտիկա անպայման դրան կանրադառնա։ 963 հաճախականությամբ ռոբոտիկն է այստեղ, արհեստական բանականությամբ է օժտված եւ տալու է մեզ թվային պատասխաններ ենթադրող հարցեր, որոնց պատասխանները մենք փորձելու ենք միասին գուշակել։ Պատրաստ եք։ Թվային դարում ենք ապրում, պետք է տանք թվային պատասխաններ։ Իսկ թիվթվաբանությունից ո՞նց եք։ Պոլիտեխնիկ եմ ավարտել։ Դե ամեն ավարտած չէ, որ կարող է լավ լինել։ Հուսով ես այն ավարտածներից եմ, որոնք որ ունեն ունակություններ հաշվելու։ Մենք հենց այդ փաստն էլ հաշվի ենք առել ու ձեզ հրավիրել ենք մեր տաղավար, սկսենք։ Խնդրեմ, այո, սկսենք։ Ինչ ենք անում։ Լսում ենք առաջին հարցը։ Հարց առաջին։ Օրական քանի անգամ է զարմանում Եգոր Գլումովը։ Ձեր ինստագրամյան էջը մեզ կհուշի, որ բազմաթիվ անգամներ ինձ թվում է։ Ամեն ինչը որ Instagram է գնում։ Հա, բաներ կան, որոնք չեն հրապարակվում։ Անշուշտ, որտեվ ցենզուրայից դուրս են, չեմ կարողանում ուղեղս եւ մտքերս այնպես կազմակերպել, որ հայհոյանք չլինի մեջը։ Դրա համար շատ ավելի քիչն է հասնում Instagram։ Կհիշեք ամենա ցայտուն դեպքը։ Պետք չէ ցույց տալ։ Հիմա անպայման։ Դե օրինակ շատ խնդալու է, երբ որ մարդիկ հասարակության մեջ փռշտում են հայերը, եւ գոնե ներողություն խնդրեն, դրա համար ասում են վայ քորը։ Ամեն ուզում եմ հասկանամ դրա ինչն է, ինչը դες փռշտացի չստացվեց պահես կամ բերանդ փակես, ասա կներեք ներողություն, բայց փռշտումա մի հատ վայ քորը, ոնց որ յանի էս ինչ բան տեղորից է։ Ենթադրենք ամեն ժամ զարմանում եք, երբ արթուն եք։ Չէ, ինձ թվում է անվերջ կարող է։ Այո, իհարկե։ Անվերջ է զարմանում Եգոր։ Ամեն պահին զարմանում է, որտեվ ամեն պահին ապրում է։ Այն համար զարմացած եմ միջև հիմա ինչեք ինձ կանչել։ Այնքան ավելի հետաքրքիր եւ խելացի մարդիկ կան ինձանից։ Դուք ուզում եք ես ձեզ գովեմ։ Չէ, բացարձակ։ Ասեմ, որ դուք, որովհետեւ արժանի եք այստեղ։ Չէ, բայց ես իրականում համոզված եմ, որ ինձանից շատ ավելի։ Բյուրականի աստղա օբսերվատորիա ինչպես է հայերեն։ Աստղադիտարան։ Այդ էից մարդ կանչել եք երբևիցե։ Չէ։ Ազգային մեր պատկերասրահից մարդ կանչել եք։ Մեզ մոտ ուղղակի հանրային դեմքեր են գալիս, բայց մենք իհարկե ունենք նաև հաղորդումներ, որոնց շրջանակներում կանչում ենք մարդկանց, որոնք խոսում են նեղ մասնագիտական թեմաներով։ Հանրանացնել։ Հանրայնացնել։ Այդ ձեզ մոտ լավ է ստացվում, տեսնում եք։ Ես եւս մեկ անգամ խնդրում եմ ներողություն բոլոր հայոց լեզվի ուսուցչուհիներից տարիքով իմ պղինձա մոլիբդենիկ հայրենի համար։ Որտեվ եթե Իսկ հիմա ձեզ վաղուց ներել են։ Չէ, կան մարդիկ, որ ու եւ դրանք իրավացու են, որ իրավացի են, որ քննադատում են։ Քննադատություններ կան։ Իհարկե։ Այդ թեմայով դեռ կան այդ մեկնաբանություններ։ Չէ, մեկնաբանություններ չգիտեմ, ես մեկնաբանություններ չեմ կարդում, չգիտեմ։ Որտեվ գերադասում գիրք կարդալ մեկնաբանությունների տեղը։ Բայց երբեք չի հետաքրքրել ինչ են գրում ձեր մասին օրինակ։ Ձեր հաղորդումների Անծանոթ մարդիկ։ Այո։ Մարդիկ, որոնք լսում են ձեզ օրինակ։ Դե լսում են, եթե վաղնել են լսելու, ուրեմն օքեյ ամեն ինչ։ Ես համարում եմ, որ մարդիկ պետք է լինեն կամ սիրելի, կամ ատված, կարելի է ասել ատված։ Ատելի։ Կամ խնդրեմ, կամ ատելի։ Ամենակարևորը որ Այն միջին վիճակը չլինի։ Այո, որովհետև եթե հիշենք Դանթեին բոլորս հուսում, այս ծրագրից հետո ինչ որ մեկը կբացահայտի իր համար Դանթեին, ամենաներքևում դժոխքի գտնում են ովքեր։ Մարդիկ, որոնք անտարբեր են եղել։ Մարդիկ, որոնք անտարբեր են եղել։ Ամենակարևոր պահերին, չէ՞։ Վճռորոշ պահերին։ Դե հատկապես վճռորոշ պահերին անտարբեր։ Այսինքն պետք է օրինակ 7-րդ պարունակն է։ 9-րդ։ 9-րդ։ Հաղորդավարին պետք է կամ սիրել, կամ ատել։ Լսում ենք ճիշտ պատասխանը։
Դատելով նրա Instagram-ից ամեն լուր կարդալիս։ Անկան անverջ։ Անverջ, այո։ Ես ճիշտ եմ։ Դուք ճիշտ եք եւ միավորը գրանցվում է ձեր Շնորհակալություն, օգտին։ այո։ Իսկ մենք լսում ենք հաջորդ հարցը։ Աշխարհահռչակ նախագծերի ժյուրիի կազմում իր քննադատական կարծիքներով հայտնի է Սայմոն Քոուելը։ Նա ուղիղ է ու անկաշկանդ, ինչպես դուք, Գորջան։ Նրա հնչեցրած կարծիքի քանի տոկոսն է քննադատություն։ Լավ, օքեյ, sense գրեմ։ Իսկ ձեր հնչեցրած կարծիքի քանի տոկոսն է Մոտ է սովորաբար։ փոլին իմը։ 50? Այո, այդքան եմ ես մտածում։ Ես կարծում եմ, որ մի քիչ ավելի շատ։ Ինձ թվում է դուք չեք նկատում, որ դուք մի քիչ ավելի շատ եք Բայց քննադատում։ ես ունեմ իմ անձնական կարծիքը Ես եւ նա ամենևին 50 է։ չէի պարտադրում իմ կարծիքը ձեզ։ Ձերը 70։ 70 իմ կարծիքով։ Փոլի թե իմ։ Սա փոլին։ Սա փոլինն է, ձերը մի քիչ ավելի է։ Ավելի։ Որովհետև ես Ուրեմն ես 70 փոլից ավելի շատ։ Որովհետև ես 70%-ին նաև ավելանում է։ Ավելանում է նաև ծաղրելու մի քիչ հակումը։ Այո, բայց դա քննադատելու կապություն չէ։ Չէ, բնավ։ Ծաղրանք, այո։ Ծաղրանք ավելի չարությունից է գալիս։ Չարությունից։ Իհարկե, յուրաքանչյուրիս մեջ ապրում է թե բարին, թե չարը եւ պայքարում է անդադ։ Լսենք։ Լսենք, իհարկե։ Գնացինք։ Մոտ 80%-ն է կազմում քննադատություն, սակայն գրեթե միշտ կառուցողական։ Դուք ճիշտ եք, ես սխալ։ Ես ճիշտ եի եւ ես հավասարեցնում եմ հաշիվը։ Չէ որ մենք այն դարաշրջանում ենք ապրում տարվա, երբ որ տղամարդիկ միշտ պետք է զիջեն կանանց։ Մեկ-մեկ։ Տարվա։ Ես առհասարակ աշխատում եմ միշտ զիջեմ օրինակ իմ սիրելի կնոջը, որտեվ անիմաստ է կնոջ հետ վիճելը։ Կինը միշտ ճիշտ է։ Այդ ասում եք, որ ուղակի թեման փակեք ու չշարունակեք։ Բացարձակ, ինչի համար, դա որտեվ տղամարդու նյարդերը էլ ավելի թանկ են, քան այդ մնացած բոլոր վեճերը։ Ես տենց եմ համարում։ Դուք այդպես եք լուծում ձեր խնդիրները եւ Այո, վեճերը։ ես աշխատում եմ շատ դեպքերում համաձայնվել կամ լռել, որ անիմաստ օգնում է, բայց իհարկե։ իսկ արագ սովորեցիք այդ վարվելակերպը, թե ժամանակ պահանջվեց։ Ես բավականին տարիքով երիտասարդ եմ, դրա համար ունեմ կյանքի փորձ, այո, ինձ թվում է, այո։ Լավ, գանք մի քիչ ձեր քննադատական մոտեցումներին եւ ինչքան էլ որ այս թեմայով խոսել եք, միևնույն է հետաքրքիր է։ Ամեն դեպքում դուք երբ Նայեք, եթե խոսքը ժյուրիի մասին է, եւ X Factor Superstar, էլ որ դեմ ժյուրի եղե, ինչ որ գերմանական հիթ շքերթներում Հայաստանի, в общем, երբ որ ժյուրի անդամ եմ ես եւ մարդիկ սկսում են իրենց երկար, ծանր, փշոտ ճանապարհը շոու բիզնեսի ուղիով։ Ես միանգամից դուք ոչ մեկ իրենց միանգամից ադապտացնել եք։ Այո, ադապտացնել, որտեվ այս աշխարհը իրականում շատ դաժան է։ Դաժան է եւ ոչինչ չի ներում։ Հավատացեք ինձ։ Ինչպես դուք եք այս ճանապարհի վրա, ստերոիդի, դրա համար եթե մարդիկ պատրաստ չեն ինչ որ Եգոր Գլումովի քննադատություններին, հետո շատ ավելի դժվար է լինելու։ Իսկ եթե պատրաստ են, իսկ կյանքը ցույց տվեց, որ ոմանք պատրաստ էին։ Տասնյակ մարդիկ, որոնք որ այսօր ճանաչել են, սիրված են, բոլորը անցել են, չէ՞, Թոբով, Եգոր Գլումովի քննադատություններով անցել են։ Երբ որ իրենց հարցնում ես, օրինակ, իրենք հիշողությունների մեջ ասում են, ժյուրի անդամներից ամենաշատ ում եք վախեցել, 90%-ը ասում են Եգոր Գլումովից իհարկե, բայց համոզված եղեք, որ նրանք նաև ինչ որ բաներ լսում են հաստատ։ Եվ ես դա տեսել եմ։ Ոչ թե հետո եմ տեսել ծրագիրը դիտելով, այլ տեսել եմ, երբ որ հանդիպել եմ իրենց տարիներ անց մեծ բեմերում, տեսել եմ, երբ որ երիտասարդ, որ կտրականապես եւ բացառապես ասում էր, որ նա երբեք չի երգելու հայերեն, երգում է հայերեն եւ իր հենց առաջին երգած երգը հայերեն դառնում է մեգա հիթ։ Դրա համար ինձ համար դա կարեւոր է եւ իսկապես ես հասկանում, որ ես ավելի ճիշտ բաներ եմ անում, քան այն մարդիկ, որոնք որ ասում են, «Ո ինչ լավ երգեցի, ինչ պուպուշ ես, ինչ լավ որ դու եկար, մի հատ կանգնես աթոռի վրա, մի հատ էլ երգի»։ Ես համարում եմ, որ պետք է միանգամից մարդուն դառը ճշմարտությունը ասել։ Այնուամենայնիվ եղել է դեպք, որ մտածեք, որ չէ, այս մի քիչ չափն անցել եմ։
Գուցե արտահայտչամիջոցն է սխալ ընտրված եղել, չգիտեմ, բառը, սայթաքում, մի բան, որ ձեզ հետո Նայեք, եթե ես միջև հիմա կենթանի պատտվում եմ ես քաղաքում, երկու աչք ունեմ, Բայց չեմ կարծում ինչ պիտի ասած լինեիք, որ գային ձեզ սպանեին, օրինակ ձեր շքամուտքում։ Չէ, դե գիտեք ինչ կա, նենց բաներ կա, որ մարդկանց իրենց խոսքերից հետո գալիս են պատասխանային կանչում։ Ակնհայտ սպառնալիքներ եղել են սպանության։ Բայց այդքան, իսկ ես քեզ կսպանեմ, այնքան։ Հա։ Հա, ուղղակի անպայման չի ոստիկանություն դիմի։ Բա ո՞նց եք այսքան ժամանակ ողջ մնացել։ Դե բա այդ եմ ասում, ուրեմն ինչ որ բաներ էս կյանքում դեռ Իսկ կաշառք առաջարկել են։ Կաշառքել են Գումարային կամ ինչ որ նյութական։ Այո։ Ամենաշատ կաշառքը ինչքանն է եղել, որ առաջարկել։ Մեկ խոսքի համար $1000 ամենը։ Մեկ խոսքը ո՞րն է։ Մեկ խոսքը, օրինակ, որ ես այդ եթերում մտնեմ ուղիղ եթեր ու ասեմ, որ օրինակ Ռուսաստանի Դաշնությունը չի արգելել, չգիտեմ ինչ։ Հա, ավելի քաղաքական կոնտեքստում են եղել։ Քաղաքական սպորտի հետ կապված, օրինակ։ Այո, տենց դեպքեր եղել։ Բայց դուք մնացել եք Ես ասել եմ, որ ես հակառակը կասեմ, որտեղ իմ խոսքը շատ ավելի շատ քան $1000։ Վստահ լինենք, որ կաշառք չեք վերցրել մի խոսքով։ Որպես ժյուրի անդամ եւ որպես հաղորդավար ոչ։ Իսկ որպես ով եք վերցրել։ Որպես, չգիտեմ, երեխայիս մի տեղ տանեմ, օրինակ, ալարում եմ մի տեղ գնամ, ինձ համոբանը պատրաստ է փոքր ժամանակ դուստրս տարել եմ իրան դրա համար։ Հա, դե լավ, այդ անմեղ է, այդ անմեղ է։ Դե կաշառք չէ։ Պարզապես մեր մոտ կաշառքը ինչպես է նաև աշխատում, չէ՞ որ մենք բոլորս հայ ենք, բոլորս իրար ճանաչում ենք ու յուրաքանչյուրը մեզանց ունի Արմեն անունով ծանոթ, Կարոն անունով ծանոթ, Ռիփսիմե գայեն է, քեզ կա բարեկամներ, հերրու, որ ինձ դու չես ճիշում, ոչ էլ ճանաչել ես կյանքում, քեզ կարող ինչ որ մեկը գիշերվա քեզ զանգի, ասի՝ «Վայ, Գորջան, բարև, են ձեր հարևանի հիշում ես Արտուրն, բան, դե ասես, հա, ինչ դե ասես»։ Ու շատ դեպքերում չեմ, 90%-ում չեմ հիշում։ Վերջը զանգում են տենց մարդիկ, մեկեր ասում են՝ «Հա, այն մեր աղջիկը մասնակցելու է, չգիտեմ ինչին, խնդրում եմ»։ Ասում եղավ, հաջողություն, ես ձեզ հասկացա։ Ու եթե հանկարծ այդ աղջիկա բախտը չի բերում ու ես այդ անունը հիշում եմ, որովհետև շատ դեպքեր մոռանում եմ նաև։ Հիշում եմ շատ ավելի վատ ավարտ։ Թե աղջիկա թե տղայի համար դա։ Որովհետև պետք չի բզբզալ։ Ես օրինակ ես ոչ մի երեխայի համար ոչ մեկին երբեք ոչ զանգել եմ, ոչ էլ իմ բոլոր երեխաները ինչին որ հասել են իրենք եւ մարդիկ դրանից հետո եւ դա շատ կարեւոր է։ Մենակ դրանից հետո իմացել են որ օրինակ նա իմ Մարիամի երեխան է։ Ազնիվ մոտեցում է։ Իսկ ձեզ կոմպետենտ համարում եք որպես ժյուրի անդամ գտնվել երաժշտական նախագծերում։ Այո, անշուշտ համարում եմ, որովհետև ես Ինչով կփաստարկեք։ Ես սիրում եմ երաժշտություն, ես ունեմ ճաշակ երաժշտական, ես ունեմ խոսալու ունակություն եւ ես ունեմ սառը դատողություն։ Ինձ թվում է, որ դա բավական է։ Ժյուրի անդամների մեջ միշտ լինում է նաեւ մարդ, որը ոչ թե սիրում է երաժշտություն եւ հասկանում է երաժշտություն, այլ մասնագետ է երաժշտական, այսինքն տարբերում է նոտաները իրարից, ի տարբերություն ինձ, որ ես օրինակ մաժորն ու մինորն եմ տարբերում, չգիտեմ, տեմպո ռիթմը կարող եմ տարբերել, բայց նրանք արհեստավարժ են, Նաիրա Գյուրջինյանը, Սուզաննա Մելքոնյանը, այսինքն մարդիկ, որոնք որ կարող են խոսել ձայնի մասին, բարձր, ցածր, տոնայնություն եւ այլն։ Իմ մոտ աշխատում է շատ ավելի պարզ եւ հասարակ։ Ես դիոդ եմ։ Դիոդ գիտեք ինչ է, մի կողմ հոսանքը գնում է, մյուս կողմ չի գնում։ Այդ պոլիտեխնիկն է, էլի, սա։ Առհասարակ արվեստը պետք է մարդուն կամ դուր գա, կամ դուր չգա։ Եթե նա այդպես էլի 9-րդ Դանթեի 9-րդ շրջանին ենք հասնում, էլի։ Դրա համար այդ պարագայում այո ես կոմպետենտ եմ։ Ու համարում եմ, որ ինձ նման շատ մարդիկ կան կոմպետենտ, ուղղակի այդ մարդիկ միգուցե ինձ նման չեն կարող արտահայտել իրենց մտքերը, չեն կարող լինել, երբ որ պետք է չար, չեն կարող լինել, երբ որ պետք է միգուցե ազնիվ, դրա մարդիկ տարբեր են, ըստ երևույթի դրա համար ինձ ընտրում են ժյուրի անդամ։ Շնորհակալություն։ 1-1 է հաշիվը, եւ մենք շարունակում ենք խաղալ։ Լսում ենք երրորդ հարցը։ Որ երկրի ռազմական բյուջեն է ամենամեծն աշխարհում եւ որքան է կազմում։ Աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից կարող ենք ենթադրել, թե որ երկրի բյուջեն է ամենամեծը։ Պարզավոր Ամերիկայի Միացյալ Նահանգների ինչքան է բյուջեն ռազմական։ Ինչքան է, այո։ 500 միլիարդ, ուզում եմ հաշվեմ տրիլիոնին չէ, դժվար չհասնի, 500 միլիարդ։ MLRD, այդպես է գրվում։ Այո, այո։ Ճիշտ է, 500 միլիարդ։ Մի քիչ գրեմ ես ցեզնից լավ։ Չէ, շատ գրեք։ Շատ գրեք, որ հաղթեք։ Հա։ Գրեք 501։
Ինչպես կասեք։ Դից մը 600-ի մոտ է։ 500 Եգորի կարծիքով եւ 501 Փաստորեն կա մարդ, որ ձեռագիր ինձանց վատ է, հա։ այո, օքեյ։ Դա։ լսենք ճիշտ պատասխանը։ Առաջին տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Ընդհանուր տարեկան ռազմական բյուջեն կազմում է մոտ 877 միլիարդ դոլար։ Նոմերը տրիլիոն էլի, այո։ Դուք ճիշտ եք, ես խալ։ Դուք նախկին զինվորական եք։ Այո։ Իսկ Զվարճալի դեպք։ չէ, Բաշ լավ է։ չէ, բայց կարելի է։ Չէ, Բայց եղել է։ Իհարկե եղել է, բայց դա Դե պատմեք։ կյանք է, որ Ամենահետաքրքիրը, որ հիշում եք ու ասոցիացնում եք այդ տարիների հետ։ Ուրեմն 98 թվականի ընտրությունների ժամանակ Արամ Սարգսյանը դրել էր իր տեխնացությունը եւ ես այդ ժամանակ Սահմանապահ զորքերի ուղեկալի պետի տեղակալն էի, ու քանի որ պետը չկար, ես պետի պաշտոնակատ։ Եվ այդ ընտրությունների ժամանակ իմ բոլոր զինվորներին համոզել էր ձայները տալ Արամ Սարգսյանին։ Համոզել էիք։ Այո, Այս որովհետեւ հանցագործության մասին հաղորդում է։ դա շատ շուտ էր, որովհետեւ իմ զինվորներից մեկը Արամ Սարգսյան էր։ Մեր ճուտը։ Ես ասացի, մենք գրում ենք եւ մեր բոլոր ձայները տալիս ենք Արամ Սարգսյանին, այդպես ինձ թվում է որ Արամ Սարգսյանը մեկ այն ժամանակ 98 թվականին կարծես թե մեկ վայրում ամենաշատ ձայները ստացել էր հենց այդտեղ որտեղ որ ես ուղեկալի պետ էի, այո։ Այդպիսի զվարճալի։ Ձեր որդին է հիմա բանակում։ Այո։ Որպես նախկին զինվորական, ինչ խորհուրդներ եք տվել իրեն բանակ ճանապարհելիս, չնայած որ գիտեմ, դուք հարցազրույցներից մեկում էլ շատ հստակ ընդգծել էիք, որ այդ խորհուրդները այնպես չի վերջին օրերին եք տվել, դա եղել է ձեր օրինակը ապրելու։ Ասել եմ բանակում պետք է քիչ խոսել, շատ լսել։ Այդ դա ասել եմ հաստատ։ Եվ խորհուրդ եմ տալի բոլորին այդպես ծառայել։ 2020 թվականին կամավորագրվել էիք պատերազմ։ Այո։ Հատկապես այդ դեպքերից ու իրադարձություններից հետո երեխային բանակ ճանապարհել ինչ զգացողություններ էին արթնացրել ձեր մեջ։ Միևնույնն է, մենք եթե ոչ մեկ չգրա բանակ, ինչ պետք է լինի մեր վիճակը։ Ցավոք սրտի ես այս պահին մեր հասարակության մեջ անգամ իմ ծանոթների մեջ եմ քիչ մարդկանց տեսնում երեխաները ծառայում են։ Հակառակ տպավորությունն ունեմ, ճիշտն ասած։ Իմ տարեկիցների մեջ շատ մարդիկ կան, որոնց որ տղաները պետք է բանակ ծառայեն, որովհետև ժամանակն է եկել։ Ու քչերն են ծառայում։ Քչերն են ծառայում եւ Ծնողների մոտեցումն է այդպեսին, որ չպիտի ծառայեն։ Ծնողների մոտեցում գոյություն ունի, շատ մարդիկ ժամանակին մտածել են, որ քաղաք ուրիշ երկրի պասպորտ ստանան, Ռուսաստանի պասպորտ են ստացել, հիմա կրակն են օրինակ։ Շատ դեպքերում առողջական հնարած, բայց պատճառաբանություններ դե իսկապես որ խնդիրներ ունեն մեր երիտասարդները, մեկը գիրուկ է, մեկի սիրտն է, մեկը չի կարող վազի, մեկը չի կարող, չգիտեմ ինչանի, մեկը հիվանդ է, ինչ-ինչ պատճառներով, որտեվ սնունդն է, օդն է եւ այլն եւ դրա մասին շատ լուրջ պետք է թե մեր կառավարությունը, թե մենք բոլորս իրար հետ մտածենք։ Ձեր տղային եւ մնացած բոլոր ծառայողներին մենք մաղթում ենք բարի ծառայություն, կարևոր ամփոփ եւ վերադառնան ինձ։ Շուտ վերադառնան ձեզ, իսկ մենք Եվ եւս մեկ բան շատ կարևոր բանակի ընթացքում, որ այն ազատ ժամանակը, որը իրենք ունենում են, օգտագործել ճիշտ իրենց ապագան կառուցելու համար ամեն առումով, թե ուսման, թե ֆիզիկական, թե ուղղակի։ Հիանալի խորհուրդ։ Ես հաշիվը Անվճար։ Անվճար, այո։ Անվճար խորհուրդներ։ 2-1 օգուտ ձեզ, ինչ Ահա, եք դուք հիշում եք։ Այո, իհարկե։ Հիասքանչ։ Լսենք հաջորդ հարցը։ Լսենք։ Քանի հարց է։ Եվս երկուսը եւ վերջ։ Որ կենթանուն են ամենաշատը որսում, տարեկան որքան։ Թրջուն է ինձ թվում է, որպես այդպեսին։ Հնարավոր է։ Ես օրինակ երիտասարդ ժամանակ բավականին շատ էի սիրում որսը, բայց հիմա կարծես թե Դուք պետք է մեզ պատմեք այն դեպքը, որ որսի ժամանակ շատ մոտ եք եղել մահվանը։ Ես եմ մոտիկ եղել։ Նո, Դե տխուր պատմություններ չպատմենք։ ոչինչ։ Չէ, խնդիրը նրան չէ, որ ես մոտ եկամ մոտ չի։ Խնդիրը նրանում է, որ ես հասկացա մի պահ, որ կենթանին անպաշտպան է վերջով, եւ սա հավասարազոր պայքար չէ, եւ պետք չէ այդպես անել։ Ես հիշում եմ, որ ես երիտասարդ էի, կամ երեխա անգամ, եւ մենք ապրում էինք Կրասնոյարսկի մարզում, այնտեղ ուրեմն 82-83 թվականին խորը անտառում գտնվել էր մի ընտանիք,
որը որ անգամ չգիտեր, որ եղել է 17 թվականի ուրեմն հեղափոխությունը։ Աշխարհի ծանջատած, սերունդներ են ծնվել, որ ոչ մի բան չգիտեն աշխարհը ինչ է, եւ պարզ է, որ նրանց մոտ ուտելու խնդիր կար, եւ նրանք մի ժամանակ հիշում էի հայերեն ոնց է լոս Որ մզդեղն։ Այ, Որ մզդեղն, ես հիշեցի այդ բառը, բայց այդ լոսի ետևից, գիտեք ոնց էին որսում իրենք լոսին։ Ոնց։ Իրենք այնքան էին վազում այդ կենթանու հետևից, վազում, որ կենթանին հոգնում եւ ընկնում էր։ Եվ այսինքն մարդը եւ այդ լոսը, ներողություն արտահայտությանս համար, նույն ուրեմն կարգավիճակում էին։ Այդպիսի որս ես համարում եմ արդար եւ ազնիվ։ Հայ միջալոց ասում են, որ Հայաստանում ապրում էին այդ կենթանիները ժամանակին։ Եվ հավանաբար կարելի գրքում։ Լավ, համարենք, որ դա բադերն են։ 1 միլիոն, քիչ չի 1 միլիոնը։ Դուք շատ գրեք, ես ավելի բարի եմ ձեզանից։ 2 միլիոն իմ Ավելի կարծիքով։ բադասեր եմ ես։ Տեսնենք թե ինչ է ասում։ Լսենք ճիշտ պատասխանը։ Աշխարհում ամենաշատ որսվող կենդանին բադն է։ Տարեկան մոտ 60 միլիոն։ 60 միլիոն խեր։ Շատ քիչ շատ հեռու էին մեր Հա, բայց պատասխանները։ դուք ավելի մոտ։ Բայց ես մոտ էի։ 3-1։ 3-1։ Դուք էլ հաշիվը հավասարեցնելու եւ հաղթելու հնարավորություն չունեք։ Ոչինչ։ Դրա համար ես պիտի հիմա պատժեմ։ Ոչինչ, թող Բարսելոնան հաղթի, ես պատժեք։ Այո։ Ոնց ենք պատժում։ Պատժում ենք ձեզ ձեր ամենաչսիրած ձևով։ Երևի։ Անիմաստ հարց եք տալու։ Չէ։ Հիմա ես ձեզ Չէ, տալիս ինչու է եմ։ ձեր անունը Եգոր Գլումով։ Չէ, այդ գիտենք, դե ինձ թվում է այդ բոլորը գիտեն։ Բոլորը գիտեն, բայց բոլորը հարցնում են Դե չէ, ես չեմ հարցնում։ Աշխատել եմ ես ընտրել հարցեր, որոնք քիչ թե շատ կարող են զարմացնել, չգիտեմ որքանով։ Սա հարց պատիժ, Սա պատիժ է։ Ես ձեզ տալիս եմ նախադասություն։ որը ես պետք է ավարտեմ։ Չէ, շարադրություն չենք գրում, ոչ էլ փոխադրություն։ Սա շուտասելուկի է նման, որտեղ հնչյունները շատ են եւ դուք պիտի փորձեք հայերեն այդ Հա, ես վատ կասեմ ուղղակի, լավ, օքեյ, Դուք լավ է։ կասեք մենք կուրախանանք։ Հա, ես պետք է կարդամ։ Այո։ Իսկ դուք կարող եք հələ դուք մի հատ դուք փորձեք։ Ես եմ ձեզ պատժում, դուք Հա, եք լավ։ պարտվել խաղում։ Այ քեզ բան։ Շիշ շխրած, ինչ շխրացեց։ Շրխշկացրեց շինշիլան Շուշանի շուրթերին։ Սա Շուշանի համար է պատիժ։ Ավելի արագ։ Այդ Եվ նույնը առաջին։ ավելի սահուն պետք է ասեք։ Բայց ես երկրորդ բառը չեմ կարող սկի կարդալ, ի՞նչ է գրված։ Շրխկացրեց։ Շիշ շրխկացրեց Շինշիլան Շուշանի շրթերին։ Մի հատ էլ։ Շիշ շրխկացրեց Շինշիլան Շուշանի շրթերին։ Բայց Շուշանը տարածքալն է։ 4 չար ճագար 4 ճամփով ճախրեցին։ 4 չար ճագար ճախրեցին, չէ, 4 ճամփով ճախրեցին։ 4 չար ճագար 4 ճամփով ճախրեցին։ 4 չար ճագար 4 չար 4 չար ճագար 4 ճամփով 4 չար ճագար 4 ճամփով ճախրեցին։ 4 չար ճագար եւ Վերջ, այդքանն է։ ով սխալվի, օքեյ։ 4 черненьких чумазеньких черчонка, черчили черными черными։ Ռուսերենը միևնույն ավելի լավ է ստացվում։ Ինձ մոտ։ Ձեզ մոտ, դե Ես բնակ ձեր համոզված եմ, որ մասին է։ այո, այո։ Հա, բայց ես ռուսերեն է այդպես բանը չեմ։ Ես երևի միակ Հայաստանի Հանրապետության եւ սա պարծենալու բան չի։ Հաղորդավարն եմ, որը որ Տիկին Սուսանայի մոտ դասերի չի այցելել եւ այդ ոչ մի այդ բաներ չի արել, երբեք չի արել։ Դիկցիան դրված չի, էլի։ Իմ մոտ ոչ մի դրված չի։ Նրա անդիժ ինչ որ անznավորություն է։ Եվ լսում ենք վերջին հարցը։ Հաշվի վրա դա էական չի, Այո, լավ։ բայց ամեն դեպքում լսենք։ Ջախջախիչ բարդություն կլինի, թե միջին ջախջախչությամբ։ Ջախջախչուչապ։ Դա լավայց։ Մարդուն գրկելիս որքան է նվազում սթրեսի հորմոնը։ Այն հետաքրքիր նյուանս է գտել ռոբոտիկը ձեր մասին։ Ես կարծեմ Ես շատ եմ սիրում։ Հա, դուք շատ եք Իմ սիրում։ սիրելի մարդկանց գրկել եւ շատ չեմ սիրում, երբ որ ինձ անծանոթ մարդիկ են փորձում գրկել։ Հա։ Ուրեմն COVID-ի ժամանակ մենք որոշել էինք ընտանիքով, ինչպես շատերը, մեկուսանային, գնացել էինք Օշական մեր տանը ապրելու համար։ Վերջը ապրեցինք, պետք է ասեմ, որ ռադիոն կարծեմ ընդամենը 1 շաբաթ չենք ունեցել եթեր։ TV-ն երևի մի 3 շաբաթ։ Այսինքն ես անդադ գործի էի, բայց մերոնք տանն էին, էլի։ Վերջ ուզում էին դուրս գային, կինս ասեց դե գորարի գնանք ոտքով զբոսնենք։ Մեր տանը, մեր տունը Օշականում եկեղեցու հարևանությամբ, հա, դες դուրս եկանք ձախ դեպի եկեղեցի, ու դες արդեն ճանապարհը գնում է դեպի ձոր։
Դե COVID-ը մարդ պետք է չլինի, չէ՞։ Ուրեմն տասնյակ մեքենաներ, չգիտեմ որտեղից, անդադ կանգնում են, ասում են, վայ, գլումով ջան, սուր եք գնում, եկեք ձեզ տանենք, չէ, շնորհակալություն բան, հետո մի մեքենա կանգնեց, մեջից դուրս բրծավ մի հետաքրքիր կին, Բարնաուլաբնակ, COVID-ի պատճառով նամանացել էր Հայաստանում ինչ-ինչ պատճառներով, ու ինքը դուս բրծավ այդ մեքենայից գոռալով, վայ, ինչքան եմ սիրում խոսքի օրինակ ձեր երգերը, տենց ինչ որ ես Բարնաուլից եկել եմ, պետք է ձեր այդ մտածում եմ նկարվել բան, դա հետո պետք է ձեզ գրկեմ, ու սկսեց ինձ գրկել ու տենց վերջը, լավ։ Ինչ որ է, ուզում ասեմ, որ Վատ եք արձագանքել, բայց փորձել եմ զսպել էմոցիաներս, ինչքան հնարավոր է։ Դե որտեղ միգուցե մարդը հատուկ Բարնաուլից դրա համար էր եկել։ ձեզ գրկեր։ Բայց ես խորհուրդ եմ տալի ձեր սիրելիներին գրկել ավելի։ Օրինակ ես ճիշտ եմ ասում ազնվությամբ, անգամ եթե ես ես Շարլ Ազնավուրին տեսել եմ իհարկե, բայց անգամ եթե ես անկապ իրան տեսնեի Օշականի ձորում ու էլ մարդ չլիներ, մեկը չէի գնալու իրան ասեի, վայ, ես ուզում եմ ձեզ գրկեմ։ Կարողա փորձեի ձեռքս մեկն է որ հպվեի լեգենդին, բայց ոչ, այսինքն այդ անձնական տարածքը կարևոր բան է։ Բայց իմ սիրելիներին, երեխաներիս, իմ հարազատներին շատ եմ սիրում գրկել եւ առհասարակ եւս մեկ խելացի անվճար խորհուրդ Եգոր Գլումովից շատ գրկեք ձեր երեխաներին, բալիկներին եւ գրկենք, այսինքն ինչպես է կարելի չափել երկարությունը գրկի։ Պետք է այնքան երեխային գրկես, մինչեւ ինքը փորձի ազատվել։ Այդքան պետք է իրան գրկես։ Իսկ իրենք սիրում են, որ Այո, իմ բոլոր բալիկները սիրում են։ Մենք մեր ընտանիքով տակտիլ ենք։ Հայերեն չգիտեմ ինչպես է այդ բառը, բայց հնչում է գեղեցիկ հայերեն է։ Հայաֆիկացված տակտիլ է մեր ընտանիքը։ Տակտիլ է։ Լսեք, ինձ թվում է, որ 90%-ով ես այդպես եմ գրում։ Ինձ մոտ այդպես է։ Եվ քանի որ ես եմ գրկել սիրում, ես գրեմ մի քիչ ավելի պակաս թիվ։ Ես ուղղակի դեռ 4 երեխա չունեմ, որ գրկեմ հասկանամ, էլի վիճակագրությունը։ Պետք է գրկեք, որ ունենաք։ Տենց է։ Հասկացա։ Պատճառը հետևանքը կարող է ճիշտ աշխատել։ 80% իմ կարծիքով, իսկ Գորիկացիկը 90% է, անձնական տվյալներն է գրում ինքը։ Եվ լսում ենք ճիշտ պատասխանը։ Գրկելիս օքսիտոցին հորմոնի մակարդակը բարձրանում է, նվազեցնելով սթրեսի հորմոն կորտիզոլը, մոտ 30%։ Շատ բարձր են։ Ընդամենը, իմ մոտ ավելի շատ։ Դե ես հաղթում եմ։ Հաղթեցիք, ոչ թե հաղթում եք, այլ ճիշտ ժամանակ օգտագործ։ Դուք հաղթեցիք 4-1 հաշվով, շատ ուրախ եմ եւ տղամարդիկ պարտվեք կանանց։ Դա իրենց միշտ հաճույք է պատճառում։ Լավ։ Այսքանը։ Այսքանը։ Շնորհակալ եմ շատ, որ եկաք։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։